Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-937-5321 եւ հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին, ինչպես նաեւ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ հանրային ձայն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին։ Բարև ձեզ, պարոն Գալստյան, ուրախ եմ ձեզ տեսնել Ազատության մեջ, մենք միասին շատ երկար ճանապարհ ենք անցել պայքարի ու դեռ շարունակելու ենք անցնել։ Պարոն Գալստյան, բնականաբար այսօր մի փոքր պետք է խոսենք, թե ինչպես ստացվեց, որ հայտնվեցիք անազատության մեջ եւ 18 ապրիլ 2023 թվական։ Ձեզ ամեն դեպքում այդ օրը կալանավորեցին եւ ամբողջ մամուլի էջերը ողողված էին Վարդան Ղուկասյանի կուսակից Արտակ Գալստյանը կալանավորվեց 2 ամսով դոգը ասեց Արտակ Գալստյանի դավաճանության մասին, ձերբակալվեց Վանոյի Արտակը, մի խոսքով աղմուկը շատ մեծ էր։ Հիմա փորձենք իրականում հասկանալ ինչ տեղի ունեցավ, ինչու ձեզ հետ այդպես վարվեցին, ընդ որում մեղադրանքը առաջադրվել շորթում կատարելու հատկանիշներով, այստեղ Տիգրան Արզականցյանի պահն էր։ Մի խոսքով այս ամեն ինչի մեջ գուցե այսօր մենք լսենք իրականությունը, ինչու հետապնդվեցիք եւ ընդ որում ձեզ ազատ արձակելու հետ կապված գրառում եք արել ձեր էջում քաղբանտարկյալ։ Դուք համարում եք, որ դուք քաղբանտարկյալ եք։ Իհարկե, դա մենակ ես չեմ համարում, նույնիսկ Գելափեն ժամանակ հարցումներ էր արել, եթե չեմ սխալվում, 42%-ը Աշոտյանին էր ճանաչում Արմեն քաղբանտարկյալ, ազգաբնակչության 28%-ը Գալստյան Արտակյանուն էր տվել։ Լավ, գամ սկզբից ինչու կալանավորվեցի։ Ու սկսենք իմ մեղադրանքի առաջին նախադասությունից, Արտակ Գալստյանը Վարդան Ղուկասյանի հետ միասին ստեղծել է հանրային ձայն կուսակցությունը, որ կուսակցության միջոցով ձեռք բերեն հեղինակություն եւ հերթական ընտրությունների միջոցով զավթեն երկրում իշխանությունը։ Դա մեղադրանքի սկիզբն է։ Զավթիչներ եք։ Հա, ընդ որում դի զավթեին ընտրությունների միջոցով։ Ուղղակի ասենց ասեմ, որ այն ինչ որ կատարվեց հանրային ձայն կուսակցության հետ, դա առաջին մունետիկն էր, այսինքն իշխանությունը փորձարկեց այդ սցենարը, հենց կոնկրետ հանրային ձայնի վրա։ Ընդ որում ոչ միայն քաղաքական հետապնդման մասով, այլ նաև դրա որոշակի դետալների, այսինքն ընտանիքին եւ ընտանիքի անդամներին կպնելը ստուգեցին հասարակության արձագանքը։ Ցավոք սրտի մեր ընդդիմությունը ծափահարում էր, որովհետեւ դիմացի քաղաքապետի ընտրություններ էր հանրային ձայնը արանքից անելու համար։ Շատ լավ հնարավորություններ, հատուկենտ մարկանցից այդ ֆորումները նաև ձեզ առանձնակի շնորհակալություն, որ այդ ժամանակ ոչ թե վախում էին իշխանությունից, այլ ուզացան անդրադառնան այդ հարցին։ Դե Քավլիցի տեսանք ինչ եղավ, երբ որ հանրային ձայնի վրա դա այդպես հոյակապ ստացվեց իրանց մոտ, այսօր արդեն սրբազաններն են նստած։ Հիմա նույն ձեր հարցին, եթե Գալստյան Արտակը քաղբանտարկյալ չի, բա սրբազանները քաղբանտարկյալ են։ Ինչ վերաբերում է այդ շորթումներ, մորթումներ, ոնց ասեմ ձեզ։ Դուք գիտեք, ես իրավապահ համակարգում երկար տարիներ աշխատել եմ, սա արդեն իմ երրորդ կալանավորումն է, դեռ Ղարաբաղյան շարժումից սկսած։ Երկրորդը 2016 թվական տարեկես նորից անազատության։ Ասեմ ձեզ, միակ տարբերությունը կանում էր նրանում, որ ասենք 16 թվականի մեղադրանքներից, երբ որ ես կարդում էի, էլի շինծու էր, էլի բաներ, բայց քննիչի, դատախազի որոշակի ինչ-որ տրամաբանական գիծ տենում էր, էլի, ասես գոնե այն փաթեթավորումը քիչ թե շատ նորմալ էր։ Այսինքն գործը որ սարքել էին։ Հա, գոնե քիչ թե շատ, հա, մի քիչ ինչ-որ սենց ինչ-որ թեկուս կեղծվկա են բերես, կեղծվկան արարից պնդել էր, հետո հայ դրվագնել արդարացան։ Այս դեպքում տպավորությունը հետևյալն է, որ մարդիկ ուղղակի GPT chat-ին տվել են տվյալներ, վեկայել են մեղադրականը, գրել են սրա մեջ։ Այսինքն որպես ընդ որում օգտագործում են GPT chat-ի անվճար վարկածը, հա։ Ընդհանուր որ նայում ես որպես իրավաբան, անելու բան չկա։ Ասենք դրվագներից մեկով, այսպես ինչ ասում եմ, դատավորի ռեակցիան եմ ասում։ Ասենք դատավորը ժամուկ ես 2 ժամ լսում է, շորակալի ասում է, սա հասկացան Գալստյան Արտակից ինչ կա։ Ասենք դրվագներից մեկով հիմա չեմ ուզում արամացնեմ, հարց է տալի ասում է, լավ, Գալստյան Արտակը ձեզ հանդեպ ինչ է արել։
ասում եմ դե ես որ գնացի այդ խնդիրներն եղավ, սենց եղավ, նենց եղավ, զանգեցի Վարդան Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանը զանգեց Արտակին, ասաց գնա կարող Արտակը կարողանա օգնի։ Ես որ գնացի Արտակին ինձ ընդունեց, ուրեմն նշանակում է Արտակը կամ խմբի հետ կապ ունի։ Այսքան ընդունելու համար։ Այսքան մարդ եկել է, ես իրավապաշտպան եմ եկել, այն մոտ իր դարտը պատմել է, լսել եմ խորհուրդ եմ տվել։ Դե Քավլիցի հիմա դատական փուլի ժամանակ արդեն ասել որ պայթել է, երևի շատ նվաստ կլի էլի ասած, հա։ Մնացած ասու հույսով ոնց որ ասել եմ այդ խոշտանգումների ժամանակ, նենց էլ հիմա եմ ասում, այն ինչ որ մտածություն ունեն, խոշտանգումներ եղել են փաստորեն, պարոն Գալստյան։ Ձեռնաշղթաներով, աթոռին կապած, 4 օր անընդհատ պահանջներ հետաքրքիր, նույնը ֆինանսականը դնում եմ մի կողմի վրա, տունը ծախի եւ այլն, դա էլ եմ դնում մի կողմ։ Այսինքն ձեզ հետ փորձել են ներքին կարգով որոշակի համաձայնության գալ մինչև դատարանը։ Դե իրանք վստահ են, որ ես իրանց ցանկալի ցուցմունքները տալու եմ։ Ում դեմ։ Այո, չեք պատկերացնի։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Ալբերտյանի նկատմամբ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ։ Այդ էին պահանջում։ Իսկ Արագիշ Տիքարամյանը ինչ էր։ Ինքն անձամբ էր պահանջում։ Ինքն էր պահանջողը։ Հա։ Իրանց պահանջը դա էր հիմնականում։ Վարդան Ղուկասյանի մասին որպես այդպեսին մեջ չանել խոսացել։ Վարդան Ղուկասյանը ուղղակի այն շղարշներ, որ իրանց պետք էր այս գործողությունը իրականացնել։ Պատկերացեք ասած։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ ցուցմունքը որ պահանջում են դիցուկ որ Սպիտայի ազգային անվտանգության ծառայության տնօրենի վրա, այն աստիճանի աբսուրդ էր։ Որ երևի երրորդ դասանի երեխան նման ցուցմունք ոչ Աննա Վարդապետյանի վրա կտար, ոչ Իսկ դուք իրենց անհատապես ճանաչում եք, մոտիկից շփվել եք նրանց հետ երկուսի հետ էլ։ Երբևից։ Այսինքն նույնիսկ հանդիպում չի եղել կամ ինչ որ։ Աննա Վարդապետյանին մի անգամ հանդիպել եմ ազգային ժողովում, երբ որ ինքը դասախոսություններ կարծում հեղափոխությունից հետո անցումներին արդարադատության հետ կապած, Արմեն Աբազյանը, եթե չեմ սխալվում, երևի մի 10-12 տարի առաջ գիրովականուց երևի ինքն էլ չի հիշի, տենց մի հատ միջոցառման ժամանակ, որպես այն ժամանակվան դեղի ազգային անվտանգության ծառայության տնօրեն, կարող եմ կես րոպեանոց դες դեմքով ինչ-որ հանդիպում։ Պարոն Գալստյան, ինչու ձեզ թիրախավորեցին։ Թեև ասեմ, մենք դրանից առաջ այստեղ հաղորդում ենք ունեցել, եւ դուք գնում եք մի փոքր զրույց ունեցանք, որ Վարդան Ղուկասյանը որոշակի ձևով արդեն դուք էլ եք անհանգիստ, որ նա արդեն ընտանիքներն է մտնում ընտանիքի անդամների։ Չէ, նայեք, այ ճիշտ ասեցիք, խնդիրը ինչումներ կայանում։ Այդ գլխավոր փորձը, որ իշխանությունը ուզում էր անել, հա, թե երբ որ այդպեսի կոպիտ, բռի, տերորիստական ձևով անում են, հասարակությունը ոնց կընկալի, քաղաքական դաշտը ոնց կընկալի, այդ կողմից ամենահարմարը հանրային ձայնն էր, որովհետև շատ հեշտ էր ամեն ինչը Վարդան Ղուկասյանի ոչ քաղաքական լեքսիկոնի վրա բարթելը։ Այսինքն իրանք Վարդանով ապահովում էին հասարակական բանը, այսինքն դրանից հետո ինչ էլ ստեղ անենք, կոպիտ ասած հասանելի է, արդարացված է։ Սա փորձարկեցին իրանք։ Ընդ որում նշի որ խոշտանգել են մենակ իրանք, որ 10 հոգի, ում չեն խոշտանգել, որ Տիգրան Արաքելյանին չեն խոշտանգել, Անդրանիկ Արմանդանյանին չեն խոշտանգել, Արման Մկրտումյանին չեն խոշտանգել։ Բայց հետո դուք հերքել եք, չէ՞ որ ձեզ խոշտանգել են, նման բան չի եղել։ Նման բան չի եղել, այդ ձեր ցավը տանային, ես չգիտեմ Վարդան Ղուկասյանը դա արդեն որոշակի փուլում իրան տենց է։ Որ բան անել, ասեմ ձեզ։ Որտեվ ասեք ձեր տեսակի ճանաչողները հաստատ Մարի ջան, ցուցմունքները տվել եմ, առել ես, պնդել եմ, կարծում եմ որոշումը բողոքարկել եմ առաջացան, հիմա նոր որոշումը ստացել եմ, բողոքարկում եմ վերաքննիչ դատարան, այսինքն ես ուզում եմ հասկանամ, ես ինչ պետք է անեմ ուրիշ։ Իսկ խոշտանգումների գլխին ով էր կանգնած, ով էր այդ հրահանգները, Արգիշ Տիքարամյանի Այն ինչ որ տվել եմ, հենց այդպես այն ինչ որ տվել եմ, հենց այդ էլ կար։ Իսկ հիմա դուք կարողանալու եք այդ ամենը նորից, թե ցանկություն չկա։ Չէ, ասած ասեմ, լավ ասացիք, շատ լավ ճանաչելով ինձ, պատասխանեմ ավետարանչական լեզվով, ասում եմ ես աղոթում եմ իրանց համար, որովհետև իմ հարցերի պատասխանը իրանցից Աստված է ստանալու, ես չեմ ստանալու։ Իսկ Աստված ոնց է ստանում, կարծում եմ հանրայդ փաստ է։ Իսկ ինչ եղավ ձեր եւ Վարդան Ղուկասյանի միջև։ Որն էր պատճառը։ Ինչու ձեզ ընդ որում ձեր ունեցվածքի մասին արդեն հոդվածներ էին գրում, ինչքան ունեցվածք ունեիք իրականում։ Այդ իմ շատ ունիկալ вообще պատմություն է։ Ես ընդհանրապես ունեմ մի հատ սեփական տուն, որտեղ դուք նույնպես եղել եք։
Ունենք 3 հատ ավտոմեքենա, ամեն մեկս մի հատ։ Մասիվում շատ բնակարաններ ունեք, պարոն։ Հիմա այդ եմ ասում ձեզ։ Ես ինքս ազատազրկման վայրում որ այդ 160 հատ անշարժ գույք, 60 հատ ավտոմեքենա նայեցի, զարմացա։ Ասի լավ։ Օրը էլ կգա։ Հիմա օրինակ եմ բերում ձեզ նույն տղայից գործով, բացում եմ քրեական գործը, դրված է տեղեկանք։ Հայկ Արտակի Գալստյանը իր անունով գրանցված որևիցե գույք չունի։ Հաջորդ էջի վրա գալիս է Հայկ Գալստյանի գույքերի վրա արգելանք դնել։ 1.5 հեկտար առիջում, ումնա չգիտեմ։ 2 հատ խոշոր սեփական տուն, ումնա չգիտենք։ Մասիվում ինչ-որ մի հատ տուն, ումնա չգիտենք։ Ինչու չգիտեք, ասում էին, որ մարդկանց համոզել եք, գցել եք, վերցրել եք ունեցվածքները, այդպես եք ունեցել ձեր։ Ուր են այդ մարդիկ։ Վկաներ չեն եղել այդ հարցով։ Դե քոն մեկ թողար մի հատ հաղորդում տարել։ Ասենք դրանից լավ առիթ։ Բասեն այն ամենը ինչ որ այդ ժամանակահատվածում հրապարակվում էր, կեղծիք է եղել։ Լավ, ասենց ասեմ, եթե իրականություն լիներ, դրանից լավ առիթ, եթե ինչ-որ մեկին ես տուն էի գցել, գարասերտուն նստուր։ Ձեր որդու հանդեպ եւ կնոջ հանդեպ նույնպես եղան հետապնդումներ։ Ինչ էին ուզում դրանով։ Ինչ չէիք ասել, որ փորձեցին նրանց։ Ասացի հիմնական խնդիրը կայանում էր, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ գլխավոր դատախազի վրա ցուցմունք էին ուզում կորզեն։ Էլ եմ ասում, ոնց որում այն աստիճանի աբսուրդ ցուցմունք էին ուզում կորզեն, որ sense ուղղակի չգիտեիր։ Ամեն անգամ անում ես sense, եթե չէ տղեդ կեթա, եթե չէ կինդ կեթա, եթե չէ եղբայրդ կեթա։ Նույն կնոջը տեսել եք երևի։ Մեր տուն եղել եք, անձամ ճանաչում եք Քավլից։ Կնոջս մեղադրում էին 3 ամսվա մեջ 6.5 միլիոն դոլարի նարկոտիկ ծախելու մեջ։ Հրաշք։ Ես ընդհանրապես որ մեղադրանքը լսել եմ, մի հատ հարց եմ տվել, իրեղեն եք գտել, ասում են ոչ։ Մի հոգու գոնե գտել եք, որին վաճառել են, ասում են ոչ։ Իսկ ինչու հենց թմրանյութի թեման առիթը օգտագործեցին, որն էր նպատակը։ Ինչքան կեղտոտ լինի, այնքան դժվար կլինի ապացուցել արդարացնել։ Այն մի հատ լավ անեկդոտ կա, այս տիպիկ է, էլի դրա հետ կապված, որը մեզ դրանով այդ անեկդոտի վերջվել մենք հիմա զբաղված ենք։ Հարսանեկան աղարավության ժամանակ Թամադան ոգելիցը մի քիչ շատ է օգտագործում։ Վերջում հելնում է, միկրոֆոնը վերցնում է, մոտ 1000 հոգանոց հարսանիք մեզ պաշտոնավոր անձի, ասում է հարսը անբարոյական է։ Ну բնականաբար սրան վեկալում են, տանում են, ծեծում են, ասում են կգաս ներողություն խնդրես, կհերքես, ասում է հա գամ ներողությունը խնդրեմ, հերքեմ էլ, բայց 1000 հոգի մարդ է լսել, ով է հավատալու։ Այդքանի ոնց համոզենք հակառակը։ Աշխատել է այս սխենարը։ Սենց ասեմ, նենց ոնց որ աշխատում է Բագրատ Սարփազյանի վրա, Միքայել Աջապանյանի վրա, եւ ենք 40, 50, 60 հոգին քաղաքական դաշտի։ Ընդ որում ասում ձեզ, այս process-ը ընտանիքներով կալանավորելու այնքան համատարած է։ Ասենք ես բանտում հանդիպել եմ երևի մի 10-15 հոգի մարդու, որ բոլորը նստած են ընտանիքներով։ Այսինքն հորը կանչել են, ինչ-որ մի բան առաջարկել են, մերժում են ստացիա, կալանավորել են մի տղուն, հետո աղբոր կնգան, հետո աղբոր երեխուն, ու պահանջը նույնն է, կտաս կեթաս, շաստա չես էթա։ Այսինքն կալանքը որպես ճնշման գործիք է օգտագործվել, ինչպես օրինակ Հովիկ Աղազարյանն էր ազգային ժողովից հայտարարում։ Նայեք, նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ է կալանքը ճնշման միջոց եղել, Քոչյանի ժամանակ էլ, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր իշխանության ժամանակ։ Բայց գիծ կար։ Ընտանիք չէին մտնում ոչ մեկ։ Ոչ մեկ երբեք ընտանիք չի մտել։ 16 թվականին նմանատիպ, էլի քաղաքական պատվերով Վարամ Շանյանը այն ժամանակվա ՀԿՑ-ի պետը հայտարարում էր, որ Գալստյան Արտակիր ազնական թշնամին է, որում տելեզով էր հայտարարում։ Անհրաժեշտություն էր եղել նստած ժամանակ կնոջս հարցաքննելու, հիմա ոնց լավին լավ, վատին վատ էլի։ Մարդ իջել էր դռների դիմացից դիմավորել էր Վեներային, բարձրացրել էր վերև, կայդել էր քննիչի մոտ միջև Վեներան իր ձեռով գրել էր, որ երեխայիս հայրն է կոպիտ ասած, ես կանամ օգտվում եմ իրավունքից ցուցմունք չեմ տալի, իր ձեռով իջցրել էր ներքև, վերջում ասել էր մեր խնդիրները քո ամուսնու հետ ամեն ձեր ընտանիքի հետ կապ չունեն։ Իսկ սրանք էլ եմ ասում, տղայիս, Սուսաննա Սարգսյանին, փաստաբանից, Վեներային, աղբորս, այն մեկին։ Խոսում են ինչ-որ գործարքների մասին, լավ, Մարի ջան, ուրիշ բան չեմ ասում։ Ենթադրենք Գալստյան Արտակը գնաց գործարքի, ասենք այդ գործարքի իմաստը որը պետք է լեր։ Լավ, մինիմում տղայիս ազատությունը։ Դուք մենակ չեք, չէ՞ գնացել գործարքների, Վարդան Ղուկասյանն էլ է ձեզ հետ եղել այդ ընթացքում։ Ախր
Ինչի են առանձնացվում։ Դրա հետ կապված մի հատ ընդհանրապես ունիկալ բան ասեմ, որ հայկական իրավական պատմության մեջ դες բան չի եղել։ Իմ երկրորդ կալանքի միջնորդության ժամանակ հակակառուցության դատարանում այդ գործարքի գնալն եմ ասում։ Քննիչը հելավ միջնորդություն ներկայացրեց, որ գալիս են արտակի խցի լուսն ու ջուրը կտրեք։ Դատավորը երկու անգամ հարց տվեց, բնավոր չէր, բանավոր էր ասում, բայց ձայնագրությունը կա։ Դատավորը շնորհակալ ասաց իրավական որ նորմով ես հողում անում, ասաց հա չկա, լավ տենանք ինչ ենք անում։ Ասենք ինձ առաջ 4 ամիսը այդ պայմաններում են պահել։ Ես ոչ մարդ էի տենում։ Առանց ջուր, առանց լույս։ Չէ, ջուրն ու լույսը կար, դա բնականաբար Բերդիպետը հրաժարվեց այդ գործողություններն անելու, արդյունքում Բերդիպետը կալանավորվեց, օպերգծով տեղակալը կալանավորվեց 4 ամիս էլ։ Իրանք նստեցին արդարացան։ Այսինքն ձեզ աջակցելու համար այդ մինիմում կոմունալ պայմաններ ունեն։ Ոչ թե ինձ աջակցելու, այլ իրանք իրական պարտականությունները կատարելու համար դե Բերդի ժողովուրդը, ցենց ասեմ, իրանք Նիկոլ Փաշինյան կալանավորել են տեսել։ Իրանք իրաց գործի մեջ են։ Ձեզ ոնց ընդունեց այդ միջավայրը։ Դե իմ ապրած կյանքով ես ցենց ասեմ, ցավով որ եկել եմ, մնացած բոլոր առումներով շատ լավ։ Փաստորեն Այսինքն ամբողջ իշխանական ճնշումը ոչ մի արդյունքի չհասավ։ Իսկ կոնկրետում կողմից էր այդ հրամանը։ Ես կարծում եմ, եթե խոսքը գնում է Աբազյան գլխավոր դատախազ, կարծում եմ սա զուտի ենթադրություն է, գոնե թե ամենավերևի այդ համաձայնեցված է եղել, կարող է ամբողջ սպեկտրը չէ։ Տակից սկսել են խաղալ իրանց ազնական։ Նույնիսկ խոշտանգումները։ Կարծում եմ։ Մենակ խնդիրը որն է, հիմա լավ, գալիս են արտակը ստախոս։ Հերոիզնից։ Լավ, Անդրանիկ Արմանդարյանն է ստախոս, լավ, Տիգրան Առաքելյանը, Արման Մկրտումյանը, ընդդեմ երկու ոգի կային, Հայկ Խաչատրյանը կանեն մեկը, լավ, փորձագետներն են ստախոս, մամնական վնասվածքներն են սարքած։ Լավ, երկրի ղեկավարն ես։ Այսքան մարդ, մեկը մեկից առանձին։ Տալիս են նույն մարկանց անունները, նույն վայրը, նույն բանը, այսքան ձեռագիրն էլ է ակնհայտ։ Այս ամբողջի մեջ դու ոչ մի քայլ չես ձեռնարկում։ Բայց մեր դեպքում ասենք նույնը վեկսելում Տիգրան Արձանքանջյանին դրվագը ասում է գալիս են արտակը զանգեց, ասաց խամերը առ։ Հետևից թուղթ են դնում, որ գալիս են արտակը խամեր չունի։ Երրորդը մեղադրանք են առաջացնում։ Հիմա այս խամեր առ դառնում է շորթում, այս 10 հոգին ծեծված, 10-8-ը չգիտեմ, ծեծված, ջարդված, մամնական վնասվածքներով, ամեն ինչով, ցուսմունքներով, առերեսումներով, որովհետեւ արդյունք չի տալի, պարզ չի որդից է։ Սամվել Կարապետյանը մեր ձևով նստած է, բայց նույն ձևով սրանք նստած չէին։ Ախր մենակ այդ չի խնդիրը։ Միջև այսօր արդեն 3 տարի է, հանրային ձայն կուսակցության գրասենյակը կապարակնքված է, որովհետեւ դատական ակտ գոյություն չունի։ YouTube ստուդիայի կամերաներ, ամբողջ գույքեր վեկալած է, իմ ընտանիքի ավտոները վերցրած է։ Տան վերջի կոպեկը վեկալել են։ Նույնիսկ կանյակներով, մանյակներով մեկնաբանել են, հանկարծ չծախեք, վերեդաչի չտանեք։ Ասացիք, որ զրկել են ձեզ հանդիպումներից, հա։ Տարիքես ես որևիցե մեկի չեմ տեսել։ Ընտանիքի անդամներ նույնիսկ։ Ոչ ընտանիքի անդամ, բացի փաստաբաններից ուրիշ ոչ մեկի։ Իսկ ընտանիքի անդամների հանդեպ ինչպես է եղել վերաբերմունքը։ Վերների հանդեպ փառքաստու նորմալ է եղել, այդ էլ փառք ու պատիվ շնորհակալություն կանացի գաղութի։ Այսինքն Աբովյանի կանանց գաղութ։ Հա։ Որտեղ եւ Սուսաննա Սարգսյան։ Այո, այնտեղ նորմալ է եղել։ Դե երեխաներն էլ ամենա 9 ամիս Վրաստանում նստեց, նոր եկա որ արդեն ստեղ արդեն դες ջայրները չկային էլի։ Դեն ճանապարհել են։ Պարոն Գալստյան։ Հիմա վերջ խոսքս վերջացնեմ։ Հիմա եթե ես գնացել եմ պայմանավորվածության քաղաքացիական պայմանագրի հետ։ Դա միջև այսօր խիա տղաս կինս մեղադրել։ Ինչի տղես Ավինյանի քաղաքապետ դառնալուց տարուկես հետո նոր ազատվեց։ Կամ ես նոր էլա։ Գուցե չեք համաձայնվել գործարքում ինչ-որ բան են առաջարկել։ Գուցե դուք եք Այսինքն տրամաբանությունը կայանում է նրանում, որ չեմ համաձայնվել որևիցե գործարքի։ Համաձայն եք իմ հետ թե չէ։ Կամ ձեր ուզածով չի եղել գործարքը։ Նորից եմ ասում, ասենք Տիգրան Ավանյան քաղաքապետ, դրանից այնյան ինչ գործարք կարա լինի։ Չէ՞։ Ընդ որում ասում են, որ հենց ձեր կուսակցությունն է նպաստել, որ Տիգրան Ավանյանը դարձել է քաղաքապետ։ Դա մի քիչ առանձին է, դիմաց առանձին հաղորդում կանենք, ես դրան բան անեմ։ Հա, Պարզապես ուզում ասեմ, չէ, եթե այդ ամենը չլինի գործարքի արդյունքում, միանշանակ գոնե թե կնոջս եւ երեխայիս հարցը պտի լուծեի, թե չէ։ Հարցս էլ է հետախուզման մեջ։
Իսկ նշի որ մենք, այսինքն մեր սաղ ընտանիքն է դրա մեջ, տես քաղաքական պայմանավորվածություն ալու։ Ես ձեզ վերեմ սարքեմ քաղաքապետ, պարոն Նիկոլ Փաշինյան, մենք էլ ընտանիքով պարտադիր 2 տարի ավելի պիտի նստենք, սաղ գույքերս էլ գողանաց տանես։ Գաս առանց խուզարկության գիշերը 12-ին գողի նման քնչականը գա, դռներ ջարդի, կոմպյուտեր արգրավի, վերջում այդ գործը կարճ ասեն կոմպյուտերները դուր, ասի մենք պարզել ենք, որ դա քոնը չի չենք տալի։ Դիում ես դատախազություն մերժում, դիում ես դատարան մերժում։ Արտոներս միջև մա կայնացա։ Այսինքն թեև ազատության մեջ եք, բայց նորմալ կյանքին։ Ասա միակ քաղաքական կուսակցությունն է, որի գրոսենյակ առանց դատանի որոշման, առանց ոչ մի բանի 3 տարի ապահովված է։ Հաճիշտ է, ներսից ինֆորմացիա է, գալի ասում է դե Արտակ ջան, կայնակները, ասի վարկածի մակարդակում ասում, կայնակները խմել են, ձեռնից արգելված ոսկեղենը տալ են դրեն լոմբարդ, հիմա որ հանկարծ ավտոները տան, էդ էլ պետք է տան Որդից տան։ Պետերն էլ չկան, մնացել է քանի չկա, որ դուք ձեր գույքը կվերադարձնեք։ Չէ։ Որին ես իմ գույքը վերադարձնելու եմ եւ կոպեկ բոլոր վնասներով ստանալու եմ այս երիտասարդներից, դա չի էլ քննարկվում։ Ժամանակի խնդիր է, ես դեռ համբերում եմ։ Պարոն Գալստյան, դուրս գանք Արճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյանտապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, նոյանտապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է հանրային ձայն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը։ Պարոն Գալստյան, փորձենք ամփոփել ամեն դեպքում հիմա արդեն ազատության մեջ եք։ Եվ ինչու ձեր կուսակից ընկերը ձեզ աջակցության փոխարեն նույնիսկ ասուլիսներ կազմակերպեց եւ հիշում եմ, որ ասուլիսներից մեկի ժամանակ ասեց, որ զինվորի համար գեներալին կորուստ չեն տալիս մի խոսքով նման եւ
անկեղծ ասած ես ուզեցի հասկանալ ով է զինվորը եւ ով է Ну միանշանակ գեներալը։ կարանք ասենք, որ ինքը գեներալ չի, սա մեկ, բայց ես Վարդան Ղուկասյանի թեման ուզում եմ հետեւյալն ասեմ, էլի։ Հատկապես որ հիմա էլ է նա ազատության մեջ եւ առողջական Այ, հենց- վիճակն է բավականին Հենց դրա հետ բացել։ կապված, ուրեմն իմ նստած ժամանակ ինքը 17 հատ հաղորդում է ներկայացրել իմ վրա, ուղղորդել է երևի մի քանի տասնյակ մարդկանց, որ գնան հաղորդում տան նաև։ Տնային կալանքի ժամանակ երևի շաբաթական ռեժիմով 2-3 անգամ պրոբացիոն ծառայության նա հաղորդումներ ուղարկել գլխավոր դատախազությանը։ Սա իր արածները, այն ինչ որ կադրից դուրս է, Բայց դուք սպասում եք նման վերաբերմունքի։ անկեղծ հա։ Ինչ ոչ այդ երկու ձեր աշխատանքային ձեր փորձը, ձեր Չէ, անկա սպասում էի, բայց ասում եմ հիմա ասված երբ որ մարկությունը ստեղծում էր ձեռի տակ կավն էր։ համարում եք, որ դա հարված էր ձեզ Դե թիկունքից։ բնականաբար, հիմա միտքս ավարտեմ Մարի ջան։ Դա այն ինչ որ ինքը արել է, հիմա հակառակ վիճակում ինքն է։ Որովհետեւ կապած քրեական գործից սկսեմ ամենակարևորից, որ այս ամբողջ սիրուն սարքած աղմուկ բարձրացրած քրեական գործի մեջ Գալիսյան Արտակը գնում է որպես օժանդակող։ Հիմնական հանցագործը դա Վարդան Ղուկասյանն է։ Վստահաբար կարամ ասեմ, որ այս ամբողջ գործը ինչ որ կա, որտեղ որ գրած է Վարդան Ղուկասյանի անունը, ծայրից ծայր 0-ից A-կետից մինչև Y-կետը բանով ամբողջովին սարքած է։ Այսինքն ինչքան ես եմ մեղավոր, երկու այդքան էլ Վարդան Ղուկասյանը։ Սա մեկը։ Ինչ վերաբերում է ինքը խիատենց արել, բավականին բան կա ասելու, բայց ի տարբերություն Վարդան Ղուկասյանի այսօր ինքը նստած է։ Այ ոնց որ ես չէի կարող իրան հակադարձել, այսօր ինքը չի կարալու ինձ հակադարձի։ Դաժե եթե ինչ-որ մի հատ ձայնայինով փորձի ինչ-որ մի բան անի, դա այն հակադարձելը չի։ Ես ի տարբերություն իրա, որ ինձ ցանկանում էր ցմա ազատազրկում, ես իրան ցանկանում եմ շուտապույտ ազատում։ Այ երբ որ կազատվի ոտո ձեռով կամ դիմացս կնստի կամ լայվի մեջ կլինի, այդ ժամանակ ես այդ բոլոր հարցերին կանադառնամ։ Այսօր վազությամբ թանա մի բան կարամ ասեմ։ Առաջադրված մեղադրանքներ, ինչ որ Հայաստանի Հանրապետությունը Վարդան Ղուկասյանին առաջադրել է ամբողջովին զրոյա, չկա տես բան, չի էլ եղել, նույնիսկ տարական ապացուցողական բազայով գոյություն չունի։ Այսինքն այսքանից հետո դուք պնդում եք ի օգուտ իրեն եք խոսում։ Նայեք խնդիրը Դե որն է։ ճիշտն եք ասում։ Ես ճիշտ եմ ասում։ Ես իրան մեղադրելու կարող է լիքը բաներ ունենամ, որը կգա, այդ էլ կանեմ։ Բայց այս պահին նորից եմ ասում, ես ինքս իմ վրա դա զգացել եմ եւ 16 թվականին եւ ավելի կատաստրոֆիկ է 23 թվականին, երբ որ մարդը փագի տակ է, որոշակի խմբերի ինչ ասես կեղտ լցում են իր վրա, մարդը չի կարողանում պատասխանել եւ դա գնում են հարսանիքի պատմության նման տարածվում է։ Հիմա ես ինչ-որ մի բանով Վարդան Ղուկասյանից տարբերվեմ, թե չէ, հիմա նմանվեմ իրան, ինքը հիմա էլ ինքնափակ սկսեմ իր հասցեին ինչ ասես ասել։ Ոչ, ես կսպասեմ ինչև ինքը դուրս կգա, այսօրվա դրությամբ ինչ որ բաց կարամ ասեմ, քրեական գործով այդ մարդը անվա։ Նկարագրված դրվագներից որևիցե մեկը իրականության հետ որևիցե աղերս անգամ չունեն։ Չեմ ասում անթույլատրելի ապացույցների մասին, դրա մասին չեմ էլ խոսում։ Իսկ մնացածը հիմա ինքը ինչ արել է Աստծո առաջ ինքնապատասխան տալի, այս իր կալանքը մի հատ գովելի բան ունի, որ այս վերջերս Աշկովս ընկա, որ արդեն ոնց որ վերադարձել է դեպի հավատ, արդեն հայմերա տեղադրում իր Աթեիստ Վարդան Ղուկասյանը։ Հա։ Ասեն դրական տենդենցիա ունենք այդ մարդու մտահորիզոնի մեջ։ Միքայել Հաչապանյանը պաշտպանում, հայմերա դնում իր բանում, աղոթքը տերունական, եկեղեցին էլ այլևս չի հայոյում, եկեղեցին պաշտպանում, այսինքն որոշակի դրական տեղաշարժ մարդու մտահորիզոնի մեջ հույս ունեմ, որ ունենք։ Նորից եմ կրկնում, շուտապույտ ազատում եմ իրան ցանկանում Օր առաջ գա իր խոսքերի համար էլ կնստենք, պատասխանը բնականաբար կտա։ Բայց ոչ ներնգած մարդուն, ներնգած մարդուն, բերդում նստած մարդու ասել ինչ ուզենաս կարաս ասես, ով է հերքելու։ Հիմա պարոն Գալստյան, դուք ազատության մեջ եք, թե դեռ Չէ, վարչական հսկողությունը, տնային կալանքից փաստորեն։ հա, արդեն ազատ ենք, վարչական հսկողությունը սահմանափակումը արդեն առաջվա նման չի, որ հանրային դաշտի հետ այդ թույլտվությունը ունենք։ Մենակ բանի հետ է կապված, ընդ երկու հատ վկա է մնացել, հիմնական տուժողները էլի շորտման դրվագով, որ մի հատ ցուցմունք են վկալու, այս մարդիկ չկան։ Հիմա վերադառնանք
Այն հարցին ձեր մանդատը միշտ եղել է, դուք մանդատից չեք հրաշարվել, Ոչ։ ավականու Իսկ անդամ։ պահանջում են դրանից այն գործակ, որ ասում են, դա էին պահանջում, դա էլ չէ։ Քաղաքապետարանում արդեն եղել եք։ Հա։ Եվ ինչպես են ձեզ ընդունել։ Ասեմ ձեզ, մի քիչ զարմացած եմ տարօրինակ։ Այդ քաղաքականություն կա կոլեգիալություն։ Եկել ենք, դե բնականաբար մեր ֆրակցիայի ժողովուրդը թեթև մաղարիչակարգի հասին ինչ-որ բաներ արել, դե բնականաբար առաջինում դիզանգեն, Բայց դուք համոզված եք եղել, որ ձեզ չես սպասում։ ինձ Որտեղ նույնիսկ ձեր անազատության մեջ գտնվելու ժամանակ արդեն տրամադրվածությունները հասկանալի էր որոշակի ձևով։ հետաքրքիրն է, որ ասենք իմ մոտ տպավորությունն է, որ ասենք ինձնից պիտի խուսափի, չսպասի իշխանությունը, կոալիցիան իշխող։ Եկել եմ իմ աչքի դեմը Վահան Նավակյանը, մեր ֆրակցիայի ղեկավարը, զանգարեց եւ Մայր Հայաստանին եւ Հայկ Մարությանի խմբակցությանը, ստացանք մերժ։ Ձեզ այդ բաժակ չեն բարձրացնում, կենացներ չեն ասում։ Ոչ թե չեն գալի, մեն հայկական տարբերակով։ Ի զարմանս ինձ հակառակ տեղավ իշխանության կողմից։ Մարդիկ եկան ասին չարշանակների տապաշխարանք, այլևս չկրկնվի, քաղաքականության հետ չեն կապում, մեր գոլեգան էս եկել ես։ Հիմա ինչ կային եմ ասում։ Անց ոչ ինչ որ պայմանավորվածան իրանք եկա շնորհավորեցին ազատությունը հելան գնացին մարդիկ։ Այսինքն այն վարկածը, որ հանրային ձայնի դեմ է, որ հաղորդման սկզբում խոսացինք, ինչ կատարվեց դրա մեջ որոշակի դեր ու դերակատարում ունեցել է նաև ընդդիմադիր որոշակի հատված, հաշվի առնելով քննչական կոմիտեի նախագահան ում սանիկներ։ Ոնց որ այս կողմից եկավ հաստատվեց, նաև դա։ Այսինքն սենց ասեմ, հանրային ձայն կուսակցության հանդեպ այս ամեն ինչը սկսվել է, իշխանություն պլյուս խորհրդարանական ընդդիմություն միացյալ ջանքերով, բոլորով իրար հետ։ Այսինքն այդքան տեղը իրենց բոլորի նպատակները նույնն է եղել, պրոստը չեն սպասում, որ Վարդան Ղուկասյան իր հերթին, Գալստյան Արտակը բանտից նստած իր հերթին, քաղաքաբանտարկյալի պլակատներով կմտնեն ու այն վճռորոշ 10% ձենը կտանեն։ Հիմա որ քաղաքապետարանում եք, ինչից եք սկսելու։ Ունեք որոշակի ծրագիր։ Դե արդեն ինչ ունենք 2.5 տարի արդեն անցել է։ Ունեմ բավականին լուրջ ծրագրեր ունեմ։ Նախ առաջինը ուզում եմ նենց անեմ, որ Երևանի քաղաքապետարանը ազգային ժողով չդառնա։ Առաջինը որ փորձելու եմ անեմ, որքան էլ տարօրինակ է, որ ավականի զբաղվի կոնկրետ իր գործունեությամբ։ Ընդ որում մենք ձեր բացակայության ժամանակ հանրային ձայնին առաջադրանք ենք տվել նորքի զանգվածում, աշխատանքների 70%-ը արված է, լավ կլինի, որ արդեն 100% անց աշխատանքի դեպքում ասենք, որ հանրային ձայնը այս աշխատանքներ կատարեց։ Եկեք անկեղծել ենք, ոչ թե հանրային ձայնը կատարեց աշխատանքը կատարեց Երևանի քաղաքապետարանը, ուղղակի հանրային ձայնը հարցը բարձրացրեց։ Որտեղ հանրային ձայնը բահն ու քլունգը չի վեկալը ձեռը, գործողություն չի կատարել, առավելևս չի ֆինանսավորել։ Սկսենք դրանից։ Ես ի՞նչն եմ ուզում հասնեմ, գոնե թե ինչ-որ էկրաններով տեսել եմ։ Նու բացի ավականու բուն լիազորություններից իրավական վերահսկողություն եւ այլն, օրինակ հասարակ բան եմ ասում, ես ամեն անգամ նայում եմ ավականու նիստերը, հիմա մարկած կարող է թվա թե Ավենյան Տիգրանին եմ պաշտպանում կամ ՔՊ-ին, բայց Քավլիցի։ Ասենք Ավենյան Տիգրանին մեղադրում են Արցախ հանձնելու մեջ։ Ամեն անգամ նայում ասում լավ, Երևանի քաղաքապետի որ լիազորությունների մեջ է մտնում Արցախ հանձնելը։ Լիազորությունը երևի թե նա է, որ մեկ դաշտից են քաղաքացիական պայմանագիրը։ Դե դեպքում Դե չենք ասում դուքի մեջ բոլորն են չէ մտնում։ Համ լավ։ Նեղացեմ շրջանակ, ասենք Տիգրան Ավենյանի հայրը Սարգսում է ենթադրենք առանձնատուն Սևանի ափ։ Երևանի քաղաքապետի, Երևանի ավականու որ լիազորությունների մեջ է դա մտնում եւ ոնց կարա կանխի կամ ոնց կարա ազդի։ Ու առաջին հենց այդ թեմա վերացնելու համար առաջի առաջարկած որ անելու են, ոնց որ ազգային ժողովը կա հայտարարությունների ժամ, երբ որ մարդիկ ասենք ընդունում են որ ավականին դա ամբիոն է։ Բայց այդ ամբիոնը պետք է չծախսվի նիստի ժամանակ, որտեղ եթե այդ քաղաքական հայտարարությունները չլեն ամեն մարդ իր գործով զբաղվի, այսինքն մենք չենք սպասի որ դուք մեզ դիմեք այդ թեկը հարթակի հետ կապված, այլ մենք ինքներս հայտնաբերած կլենք եւ դա կանենք։ Այսինքն ավականին իր նիստով պետք է զբաղվի իր աշխատանքով, քաղաքական բլոկի համար առաջինը դա են առաջարկելու մեր գոլեգաներին, որ ստեղծենք հայտարարությունների ժամ, որից հետո ուզում եք
Ինչպես ազգային ժողովում։ Առանձնատներից խոսացեք, ուզում եք քաղաքական բլոկից խոսացեք, որտեղ նիստերը նայում ես, խոսում են Տապալվում են։ խոսում են ամեն ինչից, բացի բուն մեր լիազորությունների շրջանակներից, եւ ամեն անգամ այդ նիստերը տապալվում են։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը երևի կունենա մի 50-60 հազար անդամ։ Հիմա գնանք ամեն գյուղում բռնենք, ասենք դու ԿՊ-ից ես Արցախի տվեցիր։ Կամ վարչապետը թխի sense բան ասած։ Պարոն Գալստյան, զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Արդյոք նրա նկատմամբ պիտի արվել այն ինչ-որ ճնշումներ, Վարդան Ղուկասյանի դեմ ինչ-որ ցուցմունքներ տալու, կամ նրա ասենք այդ մյուս մարդկանց, որ ասենք խոշտանգումների էին տարկվել եւ այլն, նրանցից պահանջվել է ինչ-որ Վարդան Ղուկասյանի դեմ ինչ-որ ցուցմունքներ տալու, հակառակ դեպքում պարզ չի, այդ մարդկանց ինչի են խոշտանգել, կամ կոնկրետ Գալստյանին ինչի են պահել այդքան բանի տակ, փագի տակ։ Հասկանալի է։ Ուրեմն նոր մի քիչ առաջ երևում էր հարգարժան Երևի չի լսել այդ հաղորդումը։ Ունկնդիրը չի լսել, ես արդեն ասացի չեմ ուզում կրկնվեմ։ Ինձնից պահանջում էին ցուցմունքների ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավոր դատախազի դեմ, Վարդան Ղուկասյանի թեմայով մնացածից վստահաբար գիտեմ, որ պահանջել են, ու որպես գաղտնիք կարող եմ ընդհանրապես ասել, որ բացի Գալստյան Արտակի որդուց եւ Արտակի կնոջից գործով անցնող գրեթե մնացած անձանց 99%-ը տվել են կեղծ ցուցմունքներ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Միակ 3 հոգի է, որ միանշանակ որևիցե կերպ որևիցե ցուցմունք չի տվել Վարդան Ղուկասյանի դեմ, եղել ենք մենք։ Նրանց խոշտանգում էին դրա համար, է բնականաբար ցուցմունքները տալուց հետո այդ մարդկանց պիտի պահես, որ չգնա հրաժարվի։ Դա ես քնչակալի գործելավոճն է, էլի, մա ցուցմունքը կորզում են, հետո քեզ տանում պահում են, որ հանկարծ չհելնես դու հրաժարվես։ Այսքան պնդես մինչև վերջ։ Դա է։ Իսկ Արգիշտի Քարամյանի պաշտոնից ազատվելը ինչպես ընդունեցիք։ Շատ նորմալ, ես դա ոնց ասեմ, սպասելի էր, որովհետև նման պաշտոնյաներ ես շատ եմ տեսել, էլի։ Ոնց օգտագործում են, դենց է ճանապարհում են։ Ունեշի որ սանով ավարտվելու, հատուսման ժամը բնականաբար գալու է։ Որտե՞ղ ասած ասեմ, ստա մենակ Գալստյան Արտակը չի կամ հարային ձայնը չի, որ ցուցակ հանենք այդ ընթացքում, քանի օկու բալկոնից շպրտեցին, սպանեցին։ Են Տիգրան Արաքելյանին չուտլինի իր ցուցմունքներով եմ ասում եւ հաղորդումը մի ոտից վեկալի երրորդ հարգից կախել է գետի։ Զանգեր ունենք, լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, բարև ձեզ պարոն Արտակ Գալստյան, մենք երբեք նախկինում չենք շփվել նույնտապանի եթերում, ուրախ եմ, որ դուք ազատ եք արձակվել։ Պարոն Գալստյան, իմ հարցը, ես գիտեմ, որ դուք անդրադարձաք, բայց կուզենայի ավելի հստակ ասել այդ մասին, մամուլում ես կարդում եմ եւ մամուլում խոսում է, որ ձեզ ազատ են արձակել, որտեղ ձեր ուժը համագործակցում էր ԿՊ-ի հետ։ Օրինակ, քվորում ապահովելու այդ ավականում հանրային ձայն ապահովեց եւ նաեւ ընդհանրապես ասում է, որ մամուլում ես չգիտեմ, բարձրապես ասում ինչ ասում մամուլում, որ դուք համագործակցում եք ԿՊ-ի հետ, հետեւաբար ձեզ հետ ավելի մեղմ են վարվել։ Ես երբ նայում եմ ձեր այսօրվա ելույթը եւ համատում եմ 2 կամ 3 տարի առաջվա ելույթի հետ, ես հիշում եմ, որքան սուր եք դուք պարոն Փաշինյանի դեմ արտահայտվում, ինչքան նույնիսկ բավական սուր, այսօր շատ ավելի մեղմ է, նույնիսկ պարոն Ավելյանին եք դուք կարծեք արդարացնում։ Նորից կարող եք կամ հերքել կամ հաստատել արդյոք ձեզ ազատել են, մամուլը ճիշտ է, որ ձեզ ազատել են կամ մեղմ է վարվել, որտեղ դուք համագործակցում եք ԿՊ-ի հետ։ Շնորհակալություն։ Ինչու եք այսօր այդքան։ Նախ առաջինը ես ուզում հասկանամ մեր եթե մենք խոսում ենք իմ կալանավորումից եւ Վարդան Ղուկասյանի հետ կապերից։ Ես դրա մեջ այդ համատեքստում ոնց եմ տեղավորում Նիկոլ Փաշինյանին կամ Սուրուլի կամ բան։ Կապված Ավինյանի հետ նոր բացատրեցի, այստեղ խնդիրը Ավինյանը չի, Ավինյանի փոխարեն Պողոսյան Պողոսն լինի անգամ։ Դա իմ երազած ավականին պիտի լինի, տենց ավականին պիտի զբաղվի իր գործով։ Հիմա եթե այսօր Ավինյանն է։ Ինչ վերաբերում է ինձ մեղմ վարվելու կամ չվարվելու, այս ամբողջ կալանավորված անձանցից վերջինը ես եմ դուրս եկել, դրա մեղմը ո՞րն է։ Տիգրան Արաքելյան բան մնացածը բոլորը
ավելի շուտ են դուրս եկել տնային։ Մեղմ ասելով նկատի ունեմ, որ այս մեր հաղորդման ժամանակ դուք ոչ մի խոսք չասացիք Նիկոլ Փաշինյանի մասին։ Հասել ենք դրան ժողովուրդ։ Չենք հասել դեռ։ Հիմա Տեսեք, հասնենք ձեր Արարատին, Մեսրոպ, Մաշտոցին, Միչանսկին։ Կասեմ, հիմա Վարդան Ղուկասյանի դեպքում ես Նիկոլ Փաշինյանից ինչ խոսամ։ Կամ հիմա Ավենյանի մասին որ ասում եմ, լավ, Ավենյանը չի Հայկ Մարուքյանն է քաղաքապետը։ Ես դեմ եմ, որ Երևանի քաղաքապետին հարցեր տան արտաքին քաղաքականությունից, որովհետև դա իր լիազորությունները չի։ Քաղաքապետը իր քաղաքով զբաղվի։ Այդ դա է արդյունքը, որ այս քաղաքը լիքը խնդիրներ ունի, փոխանակ զբաղվի ավականին որպես վերահսկող մարմին, փոխանակ զբաղվի քաղաքի խնդիրներով, զբաղվում է արտաքին քաղաքականությամբ։ Որտեղ ոչ ավականին լիազորություն ունի, ոչ քաղաքապետը, այսինքն ջուր եք ծեծում։ Հիմա ձեզ ոչ մի գործարքի դիմաց չեն ազատել։ Դուք ազատվել եք արդար։ Նորից եմ կրկնում, եթե ինձ ազատած լինեին գործարքի դիմաց, ազատած կլինեին 2.5 տարի հետո։ Ես այդ ինչ գործարք եմ կնքել, որի արդյունքում ճնշել են, խեղճացրել են, ընտանիքի անդամներին ահաբեկել են։ Հիմա արդեն ձեզ հետ հեշտ է լինելու։ Այդ 2.5 տարի նստելուց հետո, ասենք, այս մեր հերոստատիտողը որ ասում է գործարք։ Ասենք ինքը որ գնար գործարքի կասեր հիմա Տիգրան Ավենյանը դառնում է քաղաքապետ 2.5 տարի հետո ինձ թողեք։ Իսկ պարոն Գալստյան, կնոջս 2.5 տարի հետո թողեք։ Այսօր ես մեղադրել եմ, կինս մեղադրել է, որդիս մեղադրել է, հասիս մեղադրել է, Սուսաննա Սարգսյանը մեղադրել է։ Դեռ գործը փակված չէ։ Գործն էլ փակված չի։ Հիմա ինձ ասեք տենամ այդ գործարքի իմաստն ու բնույթը ո՞րն է։ Իսկ գործը չփակելու հետևանքները ինչպես եք պատկերացնում, կարող են հնարավոր լինի նոր ճնշումներ, նոր Ես ասենց ասեմ, եթե լիներ այսքան հիմք, դե դատական փուլը արդեն որ մարդը դատանը գնում է։ Առանց հիմքի էլ եմ, մենք ձեզ հետ շատ գործերի մասին ենք խոսել, որ առանց հիմքի կալանավորումը, հա, բայց հիմա ինձի բաց են թողել մենակ մի բանի շնորհիվ, որովհետև ապացույցները հետազոտված է, վկաների 90%-ը հարցաքննված է, երկու վկային էլ 3 տարի ման են գալի չեն կարողանում գտնեն։ Այսինքն դատան եկի հասել է ավարտական փուլին։ Բայց ձեզ եթե ուզեն նորից անազատության մեջ տեսնել, պարոն Գալստյան, ոչ միայն իսկ ցանկացած մարդու Հայաստանի Հանրապետությունը։ Չէ, նայ, այդ ուրեմն նոր գործ դի հարուցել, սրանով էլ չեն կարող, որովհետև սա ավարտվում է։ Հիմա կարող է այսօրվա խոսակցությունից հետո թազա գործել։ Դրան էլ եք պատրաստ։ Հա, կապլից։ Շատ հենց ասեմ, սրբազաններից հետո կոմիսաս մենք ապրում ենք մի երկրում, որտեղ սրբերն են նստած։ Հիմա ինձ հետաքրքիր է, վաղ ասեք Միքայել Աչապանյանին ո ցմահ չեն փայել այդ մարդը։ Ես ես ասում մոտարապես 2 ամիս հետո իր խափանամիջոցը փոխվելու է։ Հիմա կանգնենք ասենք համագործակցել ես։ Հա։ Այսինքն ում Նիկոլը փագեց չկարողացավ դատի կամ դատավորը խիղճ ունեցավ, մի քիչ արդարություն ունեցավ կամ իրավական կարգավիճակը պրծավ, ասենք համագործակցել ես։ Պարոն Գալստյան, որ դեպքից հետո ձեզ թիրախավորեցին, ճիշտ է ասում էր հերոստատիտողը, մենք միշտ սուր հաղորդումներ ենք ունեցել, ես հիշում եմ, որ նույնիսկ մեկ հաղորդման ժամանակ ես ասացի, եթե հանկարծ ձեր ասածը չլինի, Սյունիքը չտա, էսկալացիա չլինի, դուք պատրաստ եք Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու, դուք ասացիք, եթե չանի, ես պատրաստ եմ։ Հիմա որ դեպքը, որ առիթ իրենք օգտագործեցին այս ամենը։ Ես կարծում եմ կապված է քաղաքապետի Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ ու մեր բանի։ Իսկ հիմա արդեն 26 թվականի ընտրություններն են գալիս։ Այստեղ ինչ պատկերացնելու է նույն իր դիրքերից, նույն իր անդիմադիր դիրքերից, առանձնորեն համագործակցության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Այսինքն վարչապետի տեխնացություն դուք այս անգամ եք դնելու եւ հիմա ես ուզում եմ հիշեցնել մեր վերջի հաղորդումների ժամանակ, դա եղել է 2023 թվականի 13 հունվարի։ Դուք ասացիք, որ Փաշինյանը եթե ուզում է Ալիևը կանգնի, պետք է հրաժարական տա եւ այդ օրը դուք հայտարարեցիք, որ տեսնում եք Արցախի հայաթափման գործընթացը արդեն սկսվել է։ Ես եթե հիշում եմ, ես այդ հաղորդումը լավ եմ հիշում, ես ընդամենակ էլ չեմ ասում, որ մոտական տարի-տարուկեցվա մեջ լինելու է ցեղասպանության հրաժարում, Արարատ-Մարարատից ենք հրաժարվելու, Արցախն ենք ճանաչելու։ Եվ Նիկոլ Փաշինյանը փախնելու է երկրից։ Ես լավ հիշում եմ ժամանակ երկու հոգի տնցելի մեր զանգեցին ասին ինչ ես հիմար խոսում, ոնց կարա տենց բանալի ժողովուրդը կերնի, ես էլ ասեցի կապրին կտենանք։ Տաղանիչին ականատես եղա, ես ուղարկի արդեն ճաղերի հետևից։ Նայեք հիմա խնդիրը ինչու՞մն է կայանում։ Գերմանիայի պարտությունից հետո 1945 թվականին
նոր տրենդ մտավ, եթե չեմ սխալվում, կալիբրալիզմ էր կոչում գլոբալիստների մասին էր խոսքը, կոլեկտիվ արդարացողներ, հա։ Երբ որ մարդիկ ասում էին, որ իրանք Հիտլերի բարեփոխումների կողմնակիցն են եղել, բայց ռեպրեսիաներ, պատերազմներ, ջարդեր, գենոցիդեր, ֆաշիզմի հետ իրանք կապ չեն ունեցել, տեղակ չեն ունեցել։ Ու դրանց քանակը շատ ստվարել։ Հետո կամաց հանեցին դեն ժամանակ համացանց այդպես որպես այդպեսին գոյություն չունեն, հանեցին թղթեր, թերթեր, հայացքներ, ելույթներ եւ ահագին մարդ իր պատասխանատվությունը կրեց։ Նույնը լինելու հիմա նորից մի հատ եմ կանխատեսում անում։ Նույնը լինելու Հայաստանի Հանրապետությունը։ Բավականին մարդիկ ասում են, որ մենք դեմ ենք եղել, պրոստը նախկիներին մենք հեղափոխության, բայց այս Արցախ, Մարցախ, այս բռնաճնշումներ, քաղաքաբանտարկյալներ, Թալանի, Մալանի հետ մենք կապ չենք ունեցել, բան, բայց հիմա դարը փոխվել է, կա ինտերնետ, ամեն ինչը պահված է, հիմա նույնիսկ արարքը եթե դնում եմ ես մի կողմի վրա, ընդհանրեն ասում հետևյալը, այն ինչ որ կատարվում է Հայաստանում, ամենամեծ հանցանքը դա անտարբերությունն ու լռությունն է։ Ու գալու է մի օր, որ մենք ոնց որ մեր քաղաքաբանտարկյալ Բաքրատ Սրբազանն է ասում, որ օրը գալու է մենք հարց ենք տալու մարդուն, ասելու ենք, եթե դու նորմալ հայ ես, իհարկե դա բոլորին չի վերաբերում։ Քեզ խիչի կալանավոր է Նիկոլա։ Այ գալու է մի ժամանակ, երբ որ այս մեր անտարբեր մասան, հա, առերեսվելու արդեն մեր հետ։ Մենք չեմ ասում, որ մենք իրանց պատժելու ենք։ Բայց առերեսվելու են հայերի հետ, որի հայրենիքն են ուրացել, որի հայրենիքն են ծախել իրանց անտարբերության շնորհիվ։ Այդ մարդիկ դու դրա մասին մտածեն։ Գալիս են արտակը համագործակցելով, հետ նորից եմ կրկնում, ցույց տվեք ինձ համագործակցության շարը, լավ։ Արտակին բռնել եմ տիթողային, լավ, գոնե տղուս տիթողային, թե չէ։ Դե ազատության դիմաց ամեն ինչ էլ հնարավոր է մարդիկ։ Երբ 2.5 տարի հետո։ Նկարդ գորգոց։ Տիգրան Ավինյանը երբ է դարը քաղաքապետ։ 23 թվականի հոկտեմբեր։ Գալիս են արտակի որդին կալանքից ազատվել է 24 թվականի դեկտեմբերի 24-ին։ Այսինքն ես Տիգրան Ավինյանին բերել եմ սարքել եմ քաղաքապետ, որ 2 տարի հետո իմ տղեն ազատվի։ Այս որում մեղադրելի կարգավիճակով գործել գնում է։ Եվ բավականի ծանր մեղադրանք է, չէ՞, թմրանյութեր։ Հետո քանի սպանություն ասողացնել, որ ման են գալի։ Մեզ հուշում են, որ մեզ 5 րոպե ժամանակ է մնացել։ Պարոն Գալստյան, քանի որ խոսեցինք Արարատի մասին, կնիքից Արարատի այդ հանումը ինչպես եք բացատրում, սա ինչ փորձություն է։ Վերադառնամ են մեր առաջի հաղորդմանը, այն ժամանակ էլ եմ ասել, որ զինանշանն էլ է փոխվելու, գերբն էլ է փոխվելու, նո բնականաբար գերբը եթե չեմ սխալվում սահմանադրությունով ամրագրված, այսինքն ժողովուրդը հանրաքվե պետք է լինի։ Հանրաքվե պետք է մի քիչ բարդ է։ Առաջի քայլը բաների վրից է հանում։ Դե Մասիսը որպես այդպեսին 2011 թվականի, եթե չեմ սխալվում, մայիսին է ընդունվել օրենքով, որ սկսվել է արտացել, մինչև այդ ռուսական սահմանապահներն են հիշեք, որ մտնում էր Հայաստան, ռուսերեն էր գրված էր Ֆեդերալնա բանը, Պագրանիչնայա служба России։ Առաջի քայլն է ընդհանրապես այն, որ իշխանությունն ասում է, որ դա տարածքային պահանջների հետ է կապված, սրա հետ է կապված, նրա հետ է կապված, որ կարա տենց ընկալվի։ Մարիա Կարապետյանը ասում է լավ ենք հանում, կնիքից Արարատը հանում ենք, խելքի ենք եկել։ Հա։ Հիմա այդ խելքի եկողներին ընդհանրապես խորհուրդ կտամ ուսումնասիրեն աշխարհի տարբեր պետությունների փորձը, ասենք Անգլիայի նման պետությունում դրված է ֆրանսիական որոշակի տարածքների սիմվոլիկաները։ Անգլիան, քանի որ դա եղել է այն ժամանակ իրանց ինքնությունից, մարդիկ չեն հրաժարվում, որը կապ չունի, որ դա բանում է։ Դե պետություններ էլ կան այդ սիմվոլիկաներից չեն օգտվում։ Այսինքն Պետություններ կան, որ ընդհանրին չէ, կարող է մի ինքնաթիռի նկար լինի կամ չգիտեմ։ Չէ, ես խոսում եմ պետական զինանշանների մասին, հələ կնիքը հանգիստ թողնենք։ Ես կարամ հիմա թվարկեմ մոտավորապես մի 30 պետություն, որի պետական գերբի վրա այլ պետությունում գտնվող տարածքը արտացոլված ու ոչ մեկ չի ասել, որ դա համաշխարհային պատերազմի սկիզբն է։ Ուղղակի սկզբում եղել են մեծ պետություններ, եղել են ինքնություններ, անցել են առաջ։ Հանանք առակի մեջ հիմա վերադառնամ այդ որ մեր ասում ասուր։ Ես ուղղակի ուզում հասկանամ, ասենք ուզում վերհիշեմ էլի մեր նախկին հաղորդումները, ի տարբերություն Երևին շունի խառնում է Վարդան Ղուկասյանի հետ, ես ամենայն դեպս երբևիցե ոչ Ես հիշեցնեմ, Փաշինյանի իշխանությունը կհանձնի այն ուժին, ով կապահովի իր անվտանգությունը։ Էդ եղավ սուր։
Այդ դուք եք Հիմա ավելի ասել։ սուր եմ խոսում։ Ասում եք նամազ է անելու։ Հա, Ինքնաթիռը նստելու է, փախնելու է։ հենց էլ լինելու է, ես էլ իմ խոսքերից չեմ հրաժարվում։ Արագի մեջ քանի որ ունենք 5 րոպե ժամանակ, անդրադառնամ Մեսրոպ Մաշտոցի նկարը հանելուն QR կոդը դնելուն, ընդհանրապես մի բան խորհուրդ կտամ մեր իշխանությանը, եթե մենք կանխավարկած ընդունում ենք, իրանք ինչ ասում են, ճիշտ են ասում, առաջի դասանի երեխան այնքան պատրաստված է, որ կարա նկարավի կալի դնի, հեռախոսի սմարթֆոնը աշխատցնի, Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկությունը ստանա, օքեյ, համաձայն եմ, բայց մենակ մի պայման եմ, որ ես կառաջարկեմ իշխանությանը, բոլոր պետական հիմնարկներում Նիկոլ Փաշինյանի նկարները անեն, կախեն QR կոդը, պետական բաներում, նույնպես այդ սայթերում իրաց գլխավոր դատախազությունից բռնած միջև քննչական կոմիտե բոլոր նկարները անեն QR կոդը դնեն։ Եթե մի տարեկան երեխան կարա Մեսրոպ Մաշտոցին QR կոդով տնա, մենք էլ կարանք մտնենք, ասենք, պայենք, տենանք, ասենք Արթուր Պողոսյանն է կամ Աննա Վարդապետյանն է կամ Նիկոլ Փաշինյանը կամ մտնենք մի հատ կաբինետ QR կոդա։ Պայենք վրան հիմա մեկը տեսար կարող անես կաբինետը մտնենք QR կոդա։ Պայենք վրան տենանք Սերժ Սարգսյանն է կամ Ռոբերտ Քոչարյանն։ Այդ դեպքում կարելի է ընդունել դա։ Մնացած բոլոր դեպքերում այն նույն տրամաբանությունն է։ Ավարտեմ էլ ընդհանուր թեման։ Հիմա որ ասեմ էլի մարդիկ կասեն։ Նիկոլ Փաշինյանը առավել քան անկեղծ է ժողովրդի հանդեպ, որովհետև ինքը իր իշխանության Բարի եք այսօր։ Չէ, դե թող շարունակեմ, որովհետև ինքը իր իշխանության, իր ամբողջ նախընտրական ծրագրի հետ կապված մանրամասը շարադրել է իր գրքում։ Այդ մարդը ասել է ես գալու եմ ինչ անեմ, ասել է ոնց եմ ձեզ խաբելու, ոնց եմ էսի տալու, որ աղդամը մեզի պետք չի, որ միջանցքը պետք է լիդի, ես մարդը ասել է։ Հիմա մենք այդքանը կարդալուց հետո, որ կարդացել ենք, չենք հասկացել։ Իրան բերել ենք իշխանության։ Հիմա ես չասեմ Նիկոլն է մեղավոր թե մենք։ Հիմա ուզում եք սա ասեք բարիություն, բայց իրականությունը սա է, մարդը հայտարարել է, դա դեռևս 2000-ական թվականներին, 2001 թե 2 թվին այդ գիրքը գրել։ Չէ, իր փախուստի ժամանակ է ոնց որ գրել։ Սև ոսպիտակով գրած Արցախ հանձնելու եմ, էսի տալու եմ, քրիստոնեությունը մեզի կրոն չի։ Ոնց էր ասում Գառլին հավաբունը, ասել այդ մարդը։ Մենք չենք լսել։ Չլսելով էլ բերել ենք։ Հիմա ինձ ինչ ենք ուզում։ Պարոն Գալստյան, հիմա սպասենք արդեն, որ մենք կունենանք հաճախակի հանդիպումներ, բնականաբար, եթե մնում է քաղաքականության մեջ մանդատը վայր չեք դնում, ձեզ չեն ընկճել, այնպես որ մենք շատ առիթներ կունենանք։ Փորձն ավելացել, խոհեմությունը, ասեմ նաև ինչն ավելացել, նաև անդիմադիր իմ գործընկերներին ավելի լավ ճանաչեցի։ Նեղության ժամանակ երևացին, ովքեր են։ Չէ, նայեք, նույնիսկ քաղաքբանտարկյալությունն է իրանց մոտ ընտրովի։ Ասենք իրանք իմ համար ոչինչով չեն տարբերվում քաղաքացիական պայմանագրից։ Ըստ նստել եմ ես մնացի նույն կարծիքի։ Հետևենք զարգացումներին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։